Այստեղ ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիքի, ըստ էության, այո, եւ այս մեր 4 հարկանի ծրագրերը նորոգում, հիմնանորոգում, վերակառուցում, կառուցում մեզ առիթ տվեց, որ մենք մեր դպրոցական տնտեսությունը մի հատ ճանաչենք։ Ու ճանաչեցինք էլի դառնությամբ, բայց մյուս կողմից իմացանք։ Հիմա այլևս ես ճիշտ եմ չի հասկանում, որ ըստ էության մենք մեր դպրոցների ամբողջ ցանցը հատով գիտենք բոլոր շենքերի իրավիճակը։ Եվ հիմա մի կողմից մենք եկել ենք համոզվել, որ մեր 300 դպրոց ծրագիրը ըստ էության պետքա դառնա գրեթե բոլոր դպրոցներ ծրագիր։ Այսինքն մենք պետքա այս ընթացքում կառուցենք, սովորենք կառուցել որակով, սովորենք կառուցել ժամանակին եւ պետքա հանրապետության բոլոր դպրոցները հիմա այս հիմնանորոգվածները իրանց հերթը կգա այն ժամանակ նորոգվածները, երբ որ այս նորոգումը արդեն մաշած կլինի եւ թեմա կբացվի հաջորդ փուլով ինչ անել, բայց մեր ստրատեգիական պլանը պետք է այն լինի, որ միջև այդ չնայած դա իրատեսական էլ չի, ծավալը մեծ է, միջև այս դպրոցներին հասնելը այն մյուս դպրոցների հարցը պետք է լուծենք։ Այսինքն պարոն Խաչատրյանի ասածը, եթե նորից ձևակերպեմ, հետեւյալն է, որ մենք ուզում ենք հիմնանորոգման ենթակա դպրոցներ գտնել եւ պրոբլեմա, որովհետեւ դպրոցների մեծ մասում առնվազն մասնագետները խորհուրդ են տալիս, ասում են միջնաժամկետում ավելի ճիշտ է այս շենքը ուղակի քանդել, նոր շենք կառուցել, որովհետեւ այն ներդրումը, որ մենք անելու ենք, նախ մի հսկայական մաս ծախսվելու է ուղակի շենքի ամրացման համար, իսկ այդ ծախսերով կարելի է արդեն նոր կառույցի առնվազն մի զգալի մասը անել եւ երկարաժամկետում էլ դա չի ծառայելու, հետեւաբար մենք գնում ենք այս ճանապարհով եւ նաեւ շատ կարեւոր հանգամանք է, որ այո, սրա արդյունքում այս բոլոր դպրոցներում մենք կունենանք մեր ստանդարտին համապատասխան սանհանգույցներ, դասասենյակներ, գույք, լաբորատոր գույք եւ այլն եւ այդպես շարունակ։ Ձեր դիտարկումը, պարոն Խաչատրյան, շատ տեղին եմ համարում։ Այս ծրագրի առաջի դպրոցները հնարավորինս շուտ գնանք, նայենք իրար հետ, որովհետև եթե ինչ-որ թերություններ լինեն, նույնիսկ վատ չի լինի 1-2 տեղ չսպասենք ավարտվի, հնդացած մի հատ գնանք շինարարների դպրոցի ղեկավարության հետ շփվենք, տեսնենք ինչ տպավորություններ կան, մի փուլ էլ կգնանք արդեն պատրաստի։ Անօգուտ չի լինի գնալը, շինհրապարակ է, բայց շինհրապարակից էլ արդեն ինչ-որ բաներ երևում են։ Եվ ես հրապարակ եմ այն դպրոցների ցանկը, որոնց վերաբերյալ հիմա որոշում ենք կայացնում։ Արագածոտնի մարզում Թալինի ավագ դպրոց, Մաստարայի միջնակարգ դպրոց, Արագածի թիվ 2 միջնակարգ դպրոց, Բազմաղբյուրի միջնակարգ դպրոց, Ուշիի միջնակարգ դպրոց, Արարատի մարզում Հովտաշենի միջնակարգ դպրոց, Բաղրամյանի միջնակարգ դպրոց, Խանջանի միջնակարգ դպրոց, Նորավանի միջնակարգ դպրոց, Ալաշկերտի միջնակարգ դպրոց, Մեծամորի միջնակարգ դպրոց, Արմավիրը չասեցի, հա, ոնց որ մարզը։ Արարատ ուրեմն Հովտաշենը եւ Բաղրամյանները, Արմավիրում Խանջանի միջնակարգ դպրոց, Նորավանի միջնակարգ դպրոց, Ալաշկերտի միջնակարգ դպրոց, Մեծամորի միջնակարգ դպրոց, Արմավիրի Նորակերտի միջնակարգ դպրոց, Քարակերտի թիվ 2 միջնակարգ դպրոց, Արմավիրի թիվ 2 հիմնական դպրոց, Գեղարքունիքի մարզում Սարուխանի թիվ 2 միջնակարգ դպրոց, Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոց, Վարդաձորի միջնակարգ դպրոց, Ձորագյուղի միջնակարգ դպրոց, Կարմիր գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոց, Ծովակգյուղի միջնակարգ դպրոց, Ծակքարի միջնակարգ դպրոց, Ակունքի միջնակարգ դպրոց, Լոռու մարզում Ղուրսալիի միջնակարգ դպրոց, Ծաղկաբերի միջնակարգ դպրոց, Գյուլագարակի միջնակարգ դպրոց, Վարդաբլուրի միջնակարգ դպրոց, Լեռնանցքի միջնակարգ դպրոց, Լեռնավանի միջնակարգ դպրոց, Լուսաղբյուրի միջնակարգ դպրոց, Վանաձորի բնագիտամաթեմատիկական դպրոց, Գոգարանի միջնակարգ դպրոց, Լեռնապատի միջնակարգ դպրոց, Կաթնաջրի միջնակարգ դպրոց, Սպիտակի թիվ 3 հիմնական դպրոց, Արևաշողի միջնակարգ դպրոց, Աղթալայի թիվ 2 միջնակարգ դպրոց, Վանաձորի թիվ 22 հիմնական դպրոց, Կոտայքի մարզում Ձորախբյուրի միջնակարգ դպրոց, Գառնու ավագ դպրոց, Մրգաշենի միջնակարգ դպրոց, Արզնիի միջնակարգ դպրոց, Շիրակի մարզում
Աշոցքի միջնակարգ դպրոց, Ազատանի միջնակարգ դպրոց, Գյումրիի թիվ 9 հիմնական դպրոց, Գյումրիի թիվ 5 հիմնական դպրոց, Գյումրիի թիվ 31 հիմնական դպրոց, Գյումրիի թիվ 30 հիմնական դպրոց, Նոր կյանքի միջնակարգ դպրոց, Գյումրիի թիվ 45 միջնակարգ դպրոց, Գյումրու Օյունջան վարժարան, Անուշավանի միջնակարգ դպրոց, Վահրամաբերդի միջնակարգ դպրոց, Հառիչի միջնակարգ դպրոց, Հայկավանի միջնակարգ դպրոց, Արևաշատի միջնակարգ դպրոց, Կառնուտի միջնակարգ դպրոց, Լեռնակերտի միջնակարգ դպրոց, Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 7 հիմնական դպրոց, Մուսայելյանի միջնակարգ դպրոց, Այգաբացի միջնակարգ դպրոց, Բերթավանի միջնակարգ դպրոց, ներողություն, Այգաբացով Շիրակը ավարտեցինք, Տավուշի մարզում, Բերթավանի միջնակարգ դպրոց, Թեղուտի միջնակարգ դպրոց, Տավուշի միջնակարգ դպրոց, Բերթի թիվ 3 հիմնական դպրոց, Իջևանի թիվ 4 հիմնական դպրոց, Սարիգյուղի միջնակարգ դպրոց, Կապանի թիվ եւ Սյունիքի մարզում, Կապանի թիվ 8 հիմնական դպրոց, Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոց, Գորիսի թիվ 5 հիմնական դպրոց, Շվանիձորի միջնակարգ դպրոց, Գորիսի թիվ 3 հիմնական դպրոց, Ձագիկավանի միջնակարգ դպրոց, Աճանանի միջնակարգ դպրոց, Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոց, Քարահունջի միջնակարգ դպրոց, Վայոց ձորի մարզում, Վայքի ավագ դպրոց, Երգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց, Մալիշկայի թիվ 2 միջնակարգ դպրոց, Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոց, Երևանի թիվ 100 արդեն Երևանում, Երևանի թիվ 101 հիմնական դպրոց, Երևանի թիվ 71 հիմնական դպրոց։ Նորոգման ընթացքում են գտնվում հետևյալ 21 դպրոցները՝ Արարատի մարզի Հնաբերդի միջնակարգ դպրոց, Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոց, Արմավիրի Այգեկի միջնակարգ դպրոց, Գեղարքունիքի Վաղաշենի միջնակարգ դպրոց, Լոռու մարզի Ագարակի միջնակարգ դպրոց, Լոռու մարզի Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոց, Վանաձորի թիվ 9 հիմնական դպրոց, Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոց, Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոց, Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոց, Շիրակի մարզում Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոց, Գյումրիի թիվ 41 հիմնական դպրոց, Գյումրիի թիվ 38 հիմնական դպրոց, Գյումրիի թիվ 32 հիմնական դպրոց, Գյումրիի թիվ 28 հիմնական դպրոց, Գյումրիի թիվ 11 հիմնական դպրոց, Փանիկի միջնակարգ դպրոց, Գյումրիի թիվ 20 հիմնական դպրոց, Գյումրիի թիվ 23 հիմնական դպրոց եւ Տավուշի մարզում Բերթի ավագ դպրոց եւ Կայանի միջնակարգ դպրոց։ Սրանք էին այն դպրոցների ցանկը, որոնց աշխատանքները ֆինանսավորում ենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։